եւ ես մի անգամ հայտնվեցի Պերույում։ Կծասերը Բուլավկին, հա, Բուլավկայի արտադրություն։ Մենք միասին աշխատանքի բաժանումը կդիտարկենք Ադամ Սմիթյան կծասերի արտադրամասի տեսանկյունից։ Չկա կոնսենսուս, ինչու է այս ազգը, հա, ունի այս կենսամակարդակը, այլ ազգը, այն մակարդակը, որը բավականին հայտնի է իր հայկական ծագման պատճառով, գրատախտակ մաքրող է։ Հա, այդ մարդու ֆունկցիան, այսինքն գրատախտակ մաքրելը։ Այո։ Դե ո՞րն էր այդ հիմնավորումը, ինձ հիմա շատ հետաքրքրում է։ Որպեսզի բացատրենք այդ երևույթը, հա, մենք պետք է վերադառնանք Ադամ Սմիթին։ Ինչքան տարօրինակ դա չթվա։ Բարև ձեզ, մենք սկսում ենք Capital Plus podcast-ի առաջին հաղորդումը, որի ժամանակ խոսելու ենք ես Վլադիմիր Հովհաննիսյանս եւ իմ զրուցակիցը Արկադի Կարապետյանը։ Ողջույն Արկադի։ Բարի օր Վլադ։ Ինչի մասն ենք խոսելու մեր առաջի հաղորդման ժամանակ։ Վերնագիրը ազգերի հարստություն 250 տարվա առեղծված։ Խոսելու ենք տնտեսագիտության որպես գիտության ծագման ծնունդի մասին։ Ինչ է ազգերի հարստությունը, կհասկանանք ընթացքում ինչ կապ ունի ազգերի հարստությունը եւ տնտեսագիտության ծագումը եւ կշոշափենք որոշ այլ թեմաներ։ Այնց մոտ արդեն միանգամից հարց ծագեց, ինչու ազգերի հարստություն եւ ինչու հենց 250 տարվա պատմություն։ Մյուս տարի 2026 թվականին մենք տոնելու ենք տնտեսագիտության որպես գիտության ծնունդը։ Ինչու, որովհետեւ սրանից 250 տարի առաջ 1776 թվականին շոտլանդացի փիլիսոփա Ադամ Սմիթը թողարկեց իր հիմնական աշխատությունը, որը կոչեց ազգերի հարստություն։ Որտեղ որ հետեւյալ հարցադրումը հնչեց իր կողմից, այսինքն, հա, այդ բովանդակությունը, այդ աշխատության, թե ինչու այլ կամ այս ազգը, հա, ինչու է հարուստ, ինչու է ինքը ավելի հարուստ կամ այլ ազգը, ինչու կան աղքատներ եւ այլն եւ այլն։ Ստացվեց այդ աշխատության մեջ այդ հարցի պատասխանը սպառիչ կերպով։ Նայեք, նախ ասեմ, որ իհարկե տնտեսական հարցերի մասին խոսում էին մինչև Ադամ Սմիթը, հա, խոսում էին կարելի ասել, առնվազն Արիստոտելի վաղտվանից, հա, անգամ ավելի վաղ, բայց Ադամ Սմիթը եղել է այն մտածողը, ով փորձեց բերել այդ ամբողջ մտքերը, բոլոր մտքերը տնտեսական հարցերի շուրջ մի դաշտ, հա, այսինքն փորձեց գիտականացնել, հա, այդ ամեն ինչը։ Եվ դա այդ պատճառով համարվում է, որ տնտեսագիտությունը սկիզբ է առնում այդ գրքի թողարկումից հետո։ Իսկ կարող ենք օրինակ այդ նույն հաջողությամբ Ադամ Սմիթին կոչել ժամանակակից տնտեսագիտության հայր, թե դա մի քիչ վերաբարձրացնել։ Այո, իհարկե։ Չնայած նրան, որ կան տարբեր ճյուղեր, տարբեր դպրոցներ տնտեսագիտության, բոլորը sense tenants, հա, սկիզբ են առնում, հա, Ադամ Սմիթից։ Հա, բոլորը ընդունում են։ Ավելացնեմ նաև, շատ քչերը մտածում են դրա մասին կամ գիտեն դրա մասին, որ կա այսպիսի գիտություն, հա, տնտեսագիտությանը կից management, հա, այսինքն գործարար կառավարում կարելի ասել, այսինքն ոչ թե կառավարում լայն իմաստով, այլ management հիմնականում այդ տերմինով ուրեմն բնութագրում են արևտրային կազմակերպության կառավարումը։ Եթե շատ ուշադիր կարդանք Ադամ Սմիթին, ապա կարելի է ասել, որ Ադամ Սմիթը նաև մենեջմենթի հայրն է։ Չնայած մենեջմենթի տեսության մեջ համարվում են Ֆորդը, Թեյլորը եւ այլն, բայց ես կասեի եւ մենք ժամանակ ունենք կարծում եմ դրա մասին խոսելու, որ ինքը նաև մենեջմենթի հայր է։ Ինչու 250 տարի, հա, ինչու առեղծված, որովհետեւ անցած տարի Նոբելյան մրցանակ է շնորհվել, հա, տնտեսագիտության ոլորտում շնորհվել էր պարոն Դարոնա Չմողլուն, որը բավականին հայտնի է մեզ մոտ նաև իր հայկական ծագման պատճառով, հիմնականում երևի դրա համար։ 2024 թվականին Նոբելյան կոմիտեն շնորհեց իրան մրցանակ իր 2012 թվականին թողարկած գրքի համար, առհասարակ ոչ թե գրքի համար, իր մտքերի համար, որոնք հա արտացոլվել են այդ գրքում, հա, որը կոչվում է Why Nations Fail, հա, անգլերեն, ինչու են ազգերը ձախողվում հայերեն թարգմանությամբ։ Կարծեմ նաև մեկ այլ թարգմանություն գրքի երևի ավելի հանրաճանաչ դարձնելու համար, որպեսզի վերնագրի մեջ ինտրիգ լիներ, ինչու են հարուստ երկրները հարուստ եւ ինչու են աղքատ երկրները ռուսերեն թարգմանությամբ, եւ աղքատ երկրները աղքատ։ Այո։ Այդտեղից մենք կարող ենք հետեւություն անել, որ այդ հարցը, այդ
Ադամ Սմիթի կողմից բարձրացրած հարցը, հա, ինչու են որոշ ազգերը հարուստ, ինչու ոչ։ Ինքը միջև այսօր ակտուալ է, ինքը միջև այսօր արդիական է։ Այո։ Հա, այսինքն իհարկե կան հիպոթեզներ, կան տեսություններ, կան դպրոցներ եւ այլն, որոնք ինչ որ կեր բացատրում են, հա, տալիս են մեզ պատկերացում, որն է հարստությունը, որն է հարստության պատճառը, որն է տնտեսական զարգացման ուրեմն մեխանիզմներ եւ այլն, բայց չկա ընդհանուր, հա, հանրության մեջ, հա, գիտական հանրության մեջ չկա կոնսենսուս, ինչու է այս ազգը, հա, ունի այս կենսամակարդակը, այլ ազգ ունի, այն մակարդակը եւ այլն եւ այլն։ Կարծում եմ, որ դա լավ սկիզբ է այդ հարցադրումը, հա, մենք փորձենք իրար հետ վերլուծել, հասկանալ։ Շատ լավ, ես հենց դրա մասին է ճիշտ ասած ուզում հարցնել, ինչու է պետք 2025 թվականում ապրող ժամանակակից մարդուն իմանալ, ճանաչել Ադամ Սմիթին, կարդալ նրա աշխատությունը, որը գրվել է 250 տարի առաջ, թվում է թե դրանից հետո շատ ջրեր են հոսել, ժամանակները փոխվել են, փոխվել է տնտեսության կառուցվածքը ինքնին, ամբողջ կոնստրուկցիան եւ այլն, բայց նաեւ քեզ լսելով ես հասկանում եմ, որ այդ աշխատությունը ավելի քան ակտուալ է այսօր, որովհետեւ հարցի պատասխանը մինչեւ հիմա դեռ տարբեր հեղինակներ փորձում են տան, ովքեր փորձում են նույնիսկ Նոբելյան մրցանակի են արժանանում։ Օրինակ ես կարող եմ կիսվել իմ փորձով եւ մի քանի դիտարկումներ անեմ այլ մտածողներից, հա, շատ հետաքրքիր, հա, այդ թեմայով։ Դրանցից մեկը, ուրեմն Էրիկ Ռայներտ, հանրայինի տնտեսագետ, որը աշխատում է այսպես կոչված underground, հա, դաշտում, հա, ոչ թե mainstream-յան տնտեսագիտության, հա, այլ ավելի շատ, հա, օպոզիցիա, հա, գործող ժամանակակից տնտեսագիտական մտքին։ Նորվեգացի տնտեսագետ իմիջերոցին այցելել է նաև Հայաստան, հա, ինքը ինքը այցելել է Հայաստան, Սլավոնական համալսարանում է ինքը եղել, ինքն էլ ունի աշխատություն, որը շատ նման է Դարոն Աչեմօղլուի աշխատությունին։ Այո, այո։ Նրա գիրքը կոչվում է «Ինչպես հարուստ երկրները դարձան հարուստ, իսկ աղքատները մնում են աղքատ»։ Շատ նման է վերնագիրը, չգիտեմ, ստե պլագիատի մասին իմաստ ունի խոսել թե չէ, մեր գործը չի դա, բայց ամեն դեպքում Ռայներտի գիրքը ավելի շուտ է լույս տեսել, քան Դարոն Աչեմօղլուի, ինքը լուսատես է 2008 թվականին։ Կարան երկու մտածողներ տարբեր նույն հարցի մասին մտածել եւ վերնագիրը լինի նման, ոչ մի բան այդտեղ չկա։ Ինչի՞ց է սկսում Ռայներտը, հա, ինքն էլ ոնց որ սեփական փորձից է։ Ասես դե ես Նորվեգիայից եմ, հա, ծնվել եմ Նորվեգիայում, գիտեք, Նորվեգիան դա շատ հարուստ երկիր է, հա, ամենաբարձր կենսամակարդակ ունեցող երկրներից մեկն է։ Ասում եմ, երբ որ ես դպրոցական էի, մեզ ճամբար էին ամառ ուղարկում, հա, տարբեր երկրներ, եւ ես մի անգամ հայտնվեցի Պերույում։ Պերուն գիտենք, Լիմայում, հա, մայրաքաղաքում, իսկ Պերուն դա Լատինական Ամերիկա է, հա, Հարավային Ամերիկա եւ բավականին աղքատ երկիր է, հա։ Եվ ասում եմ, ես լինելով դպրոցական կանգնած էի Լիմայի, ուրեմն աղբանոցի, հա, մեջտեղը, հա, շուրջ բոլորս աղքատներ, ասոված երեխաներ եւ այլն եւ մտածում եմ, ասում եմ, լավ, ինչու իմ երկրում, հա, այդպիսի կենսամակարդակ, իսկ այս մարդիկ, հա, ապրում են sense աղքատ։ Ու ես ասում եմ, որոշեցի, որ ես ինչ-որ, հա, զբաղվեմ այդ թեմայով, հա, դարձա եւ այլն, ստացա ուսում եւ այլն եւ արդյունքում ես ունեցա այս աշխատությունը եւ այդտեղ ինքը մի հատ հարցադրում է անում, վերցնենք այսպիսի մասնագիտություն, հա, ավտոբուսի վարորդ։ Ուրեմն Նիգերիայում, հա, ավտոբուսի վարորդը ստանում է, հա, իր եկամուտը, ուրեմն 15 անգամ ավելի քիչ, քան օրինակ Բերլինում, հա, ավտոբուսի վարորդը։ Տեսեք, ասում եմ, նույն մասնագիտությունն է, նույն որակն է, հա, նույն բանն է, հա, նույն գիտելիքն է, նույն աշխատանքն է, երևի, հա, Նիգերիայում ավելի դժվարական Բերլինում, հա, ճանապարհները եւ այլն։ Բայց մարդը ստանում է 15 անգամ ավելի քիչ։ Ինչու է այդպես։ Ու սկսում է, հա, տալիս է իր ուրեմն հայեցակարգը, ընդհանուր առմամբ Ռայներտի գիրքը շատ հետաքրքիր է, բայց գիտական տեսանկյունից մի քիչ այնտեղ ինքը գիտեք, ինքը շատ ճիշտ է տեսնում խնդիրը։ Ի տարբերություն ժամանակակից շատ տնտեսագետների։ Միջև Ադամ Սմիթի վերադառնալը ես կուզենայի իմ սեփական փորձից օրինակ բերել, թե ինչու ես, հա, Էրիկ Ռայներտի նման, հա, մի օր ինձ հետաքրքրեց այդ հարցը, հա։ Ժամանակին ես եղել եմ ամերիկյան համալսարանի ուսանող,
մեզ դասավանդել է Մարտին Գալստյանը, ով ներկայումս զբաղեցնում է Կենտրոնական բանկի տնօրենի, ղեկավարի պաշտոնը, իսկ նա Հարվարդի համալսարանի շրջանավարտ է, Harvard Kennedy School-ի, ինքը սովորել է այդ դպրոցում, եւ այնտեղ նա ունեցել է շատ բարձր մակարդակի դասախոս, Մայքլ Պորտեր, շատ ճանաչված ուրեմն մտածող է, մենեջմենտի գուրու կարելի ասել այսօր ժամանակակից, Գալստյանը ուներ հասանելիություն այդ դասերին։ Եվ երբ որ ինքը մեզ էր դասավանդում, ու ինքը այդ նույն առարկան, որը ուրեմն Պորտերն էր իրեն դասավանդում, նա երբ որ մենք քննարկում ենք, օրինակ, չգիտեմ, այսօր, օրինակ Nokia-ի case-ն է, օրինակ, ինչպես Nokia-ն դառավ Nokia, եւ վերջում, երբ որ մենք քննարկում ենք, ինքը վերջում դնում էր ձայնագրություն այդ իր դասից, որը ինքը անցկացրեց Պորտերի մոտ։ Լավ հիշում եմ, առաջինն էր երևի, միացրեց, մտան լսարան, ուրեմն ուսանողները, Մայքլ Պորտերը մտավ, ուրեմն բոլորը տեղավորվեցին եւ եւս մի անձ մտավ եւ գնաց կանգնեց ուրեմն գրատախտակի մոտ։ Սկզբից ոչ մեկը ուշադրություն չդարձրին, հիմա եկավ։ Դասը սկսեց, Պորտերը սկսեց ակտիվ բացատրել, քննարկել եւ այլն, իսկ այդ անձը կանգնած էր երևի մի, ես չգիտեմ, 20 րոպե երևի անցավ, ես չեմ հիշում, արդեն ես հարցրեցի, թե մեր երեխեքից ով հարցրեց, ասեց Գալստյանին հարցրեց, ով է այս մարդը։ Իսկ խի են դա կանգնում է։ Իմ համար օրինակ շատ բնական է, որ մարդը, որը կանգնած էր գրատախտակի մոտ նրա ամբողջ դասախոսության ընթացքում, կարող է նրա օգնականը լինել, օրինակ ասիստենտը լինել։ Բնականաբար օգնական է, բայց ստե հարցը հենց ինչու՞մն է ինքը օգնում իրան։ Ամենահետաքրքիրը ստե դա է։ Ինչով կարա ինքը օգնի իրան։ Գուցե գրառումներ էր անում, որ հետագայում հուշեր, թե ինչը այնպես չգնաց կամ որ հարցի վրա արժեր ուշադրություն դարձնել կամ որ թեմայի վրա չափից դուրս շատ ինքը ժամանակ ծախսեց, չգիտեմ, ասիստենտները սովորաբար հետագայում ինչ-որ բաներ հուշելու կամ օգնելու, օժանդակելու համար են լինում։ Իրականում ամեն ինչ շատ ավելի պարզ է, մարդը գրատախտակ է մաքրում։ Գրատախտակ մաքրող է։ Հա, այդ մարդու ֆունկցիան, այսինքն գրատախտակ մաքրելը։ Այո, մարդը Պորտերը գրում էր, այն մարդը ինձ որ լրանում էր, մարդը հետևից ջնջում էր, Բոլորս Պորտերը ինքը չէր կարող գրատախտակը մաքրել։ Այ տեսեք։ Ու ինչ կարիք կար, օրինակ ունենալ գրատախտակ մաքրող ու ինչու ես դու հիմա այդ դեպքը հիշում։ Ինչով է դա քեզ տենց գրավել, հետաքրքիր։ Առաջի հայացքից, թվում է թե, մենք որ լսեցինք, գրատախտակ մաքրող, իհարկե բոլորս ասես հրճվանք, կամ նույն ռեակցիան ինչը որ ինձ մոտ։ Այո։ Այսինքն գրատախտակ մաքրողը ո՞րն է։ Մենք բոլորը սովորել ենք մեր բուհերում, դպրոցներում, չենք տեսել գրատախտակ մաքրող։ Ինչ է նշանակում գրատախտակ մաքրող։ Ես էլ Մակերեսային, ասենց ասեմ, բացատրությունը հետևյալն է։ Դե Հարվարդի համալսարան, ամենահարուստ երևի, ամենամեծ հնարավորություններ ունեցող, բուհերից մեկը աշխարհում, դե մի 50 միլիարդ։ Այո։ Endowment, կոչեցել ունի, ֆոնդը։ Ինչ ա եղել, որ հիմա մեծ մարդ է Մայքլ Պորտերը, հիմա օգնենք էլի։ Մի օքել կպահեն։ Մի հատ, էմիգրանտ բերենք, մի, չգիտեմ, չնչին մի հատ գումար տանք, թող մաքրի էլի հիմա ինչ կա դրա մեջ։ Դա էլի, ես չեմ շեշտում, որ դա մակերեսային մոտեցում է, որովհետև եթե մենք մի քիչ խորքային նայենք, Միացյալ Նահանգներում ու առհասարակ արևմտյան հաստատություններում լինի բուհ, լինի արևտրային կազմակերպություն, շատ լուրջ են վերաբերում ցանկացած ծախսերի, եւ ստե հարցային չի, չգիտեմ, մանր ծախսը, մեծ ծախսը, անիմաստ, անտեղի, անարդյունավետ ծախսեր, ոչ մեկ 100 հատ աուդիտ են անցնում, չգիտեմ, 1000 հատ ստուգումներ եւ այլն, ֆինանսական եւ ոչ մեկ ձեզ թույլ չի տա դուք ինչ որ այլ մարդկանց գումարները, անարդյունավետ օրինակ առանց լուրջ հիմքերի գրատախտակ մաքրող։ Երբ որ այդ կողմից ես նայում, այդ հարցին, ապա սկսում ես ուրիշ ձև մտածել, սկսում ես այլ բացատրություն գտնել, արդյոք ինչ արդյունավետություն է ապահովում այդ մարդը, եւ ամենակարևորը, եթե դա արդյունավետ է, ինչու մեր օրինակ երկրում, մեր բուհերում, մենք ես ու դու էլ սովորել ենք, կամ մեր դիտողները սովորել են իրանք ինչ-որ բուհերում, իրանք ինչ-որ, ես չեմ որ դասախոսը գրում է, ինքն էլ մաքրում է, ես էլ ինքս դասախոս եմ հիմա, Սլավոնական համալսարանում, ես չունեմ գրատախտակ մաքրող, լավ, ես չունեմ սովորական դասախոսը, մեր ամբիոնի վարիչ պարոն Սուվարյանը, պրոֆեսոր, դոկտոր,
ուրեմն ինքն էլ ես իր դասին մասնակցել եմ, ինքը չունի գրատախտակ մակրող, հա։ Հիմա հարցը ինչումն է, որ ուրեմն հենց բերեն գրատախտակ մակրող, հա, դա ինչ արդյունավետություն է, ինչա դա ապահովում։ Եվ ո՞րն էր այդ հիմնավորումը, ինձ հիմա շատ հետաքրքրում է։ Տեսեք, որպեսզի բացատրենք այդ երևույթը, հա, մենք պետք է վերադառնանք Ադամ Սմիթին։ Ինչքան տարօրինակ դա չթվա։ Հա, ես ուզում եմ, որ մենք այդ հարցը ֆիքսենք, հա, ասենք օդի մեջ կախենք, հա, որտեղ մենք շատ ենք անդրադառնում այդ հարցին։ Վերադառնանք Ադամ Սմիթին։ Այո։ 1776 թվական Ադամ Սմիթ, ազգերի հարստություն։ Ինչից է սկսում Ադամ Սմիթը իր աշխատությունը։ Առաջի գլուխը, որը կոչվում է աշխատանքի բաժանման մասին։ Այո։ Հենց ստացել կոչվում է։ Սմիթը տալիս է մեզ աշխատանքի բաժանման ֆենոմենի բացատրությունը։ Ինչ կապ ունի, հա, դա ազգերի հարստության հետ։ Եվ այդտեղ ուրեմն ինքը բերում է կծասեղ արտադրելու արտադրամասի օրինակ, ասում է, օրինակ, տեսեք, կծասեղը բուլավկն, հա, բուլավկայի արտադրություն, արտադրամաս, հա։ Ուրեմն ասում է, տեսեք, օրինակ, կա այսպիսի ապրանք, հա, կծասեղ, որպեսզի դա արտադրվի, օրինակ, եթե ես ինչ-որ մի հոգի, հա, ամբողջ այդ գործընթացը այդ արտադրելու, հա, անի մենակով, հա, ինքը օրեկան կախված իր վարպետության մակարդակից կանի կպատրաստի 2-ից 3, 4 հատ, 5 դոլար, ինչ։ Ասում է, բայց ես օրինակ տեսել եմ արտադրամաս կծասեղի, որտեղ որ այդ կծասեղի արտադրության գործընթացը բաժանված է 18 տարբեր գործառույթների, որի վրա նստած էր 10 հոգի մարդ։ Այսինքն ամեն մի մարդ, հա, անում էր մեկ կամ երկու գործառույթ։ Ոչ թե ամբողջությամբ էր անում, այլ անում էր ինչ-որ գործառույթ։ Բացում էր մեկը, ուղղում էր, մեկը սրում էր, մեկը ներկում էր, մեկը փաթաթում էր, հա, պատկերացրեցիք։ Եվ միասին իրանք օրեկան, հա, այդ 10 հոգով, հա, պատրաստում էին 5000 եսիմ քանի հատ կծասեղ։ Այսինքն, եթե մենք հաշվարկենք այսպես կոչված արտադրողականությունը, հա, իսկ արտադրողականությունը դա ինչ է, արտադրանքի, հա, ծավալը բաժանած 1 ժամանակի 1 միավոր, տվյալ օրվա, հա։ Մենք տեսնում ենք, որ մի դեպքում մենք ունենք 3-ից, հա, 4 հատ, մի դեպքում մենք ունենք, չգիտեմ, 1000 հատ։ Ստեղ անգամ, չգիտեմ, տոկոսների տարբերություն չի։ Ուղղում չէ, մի հատ շեշտադրում մտցնենք, մեկ մարդը պատրաստում էր 3-ից 4 հատ կծասեղ, 10 հոգին, եթե իրար կողք նստեին նույն արտադրամասում, յուրաքանչյուրը նորից կատարեր բոլոր գործառույթները կստանային 30-ից 40 կամ 50։ Իսկ աշխատանքի բաժանման պարագայում, պայմաններում 10 հոգով ապահովում էին 1000 կամ ավել կծասեղի արտադրողականություն։ Իսկ ինչ կապ ունի դա, հա, տնտեսական զարգացման կամ ազգերի հարստության հետ։ Առհասարակ ցանկացած ազգի հարստությունը որոշվում է արտադրողականությամբ, հա։ Ինչքան շատ եք դուք արտադրում մեկ ծախսած մեկ միավոր, հա, կամ մեկ միավոր աշխատուժի կամ անգամ աշխատուժը հաշվում են, հա, ժամանակի միավոր, հա, կախված է, հա, ուրեմն ձեր բարեկեցությունը։ Հիմա վերցրեք Հայաստանի արտադրողականությունը, հա, Հայաստանի Հանրապետության արտադրողականությունը եւ օրինակ պայմանական Ճապոնիայի արտադրողականությունը, հա։ Ու դուք կտեսնեք այդ երևի ահռելի տարբերություն։ Սմիթը շատ հստակ մեզ տալիս է ուղղություն, հա, այսինքն ինքը տեսնում է, տեսեք, ցանկացած գործընթաց, հա, ունի հիմնարար, հա, բազային գործընթացը, հա, բազային ուղին, հա, եւ կողմնակի ինչ-որ, հա, պայմաններ, որի դեպքում, հա, ինքը կարող է արագանա, ինքը կարող է դանդաղի, ինքը կարող է խափանվի, բայց առհասարակ, հա, ինքը գոյություն ունի, հա, եւ Սմիթը մեզ տալիս է, հա, այդ հիմնարար գործընթացը, որ ինքը կոչվում է աշխատանքի բաժանման խորացման գործընթաց։ Այսինքն, ինչքան շատ եք դուք խորացնում աշխատանքի բաժանումը, հա, այդքան դուք աճեցնում եք ձեր մոտ արտադրողականությունը։ Այդ ֆիքսենք մենք, հա, այդ Ադամ Սմիթի առաջի գլուխն է, հա, ինչից որ ինքը սկսում է։ Իրականում ես մի անգամից ասեմ, Ադամ Սմիթը եւ իր ամբողջ աշխատության նյութը, հա, իմաստը, հա, ներառված է առաջի 3 գլխում։
Մնացածը կարող եք կարդալ, կարող եք չկարդալ, առհասարակ այնտեղ ինքը մի քիչ շեղվում է, հա, կարող է էլի ժամանակ ունենանք խոսել դրա մասին, հա, այնտեղ իմ համար անհասկանալի բան է տեղի ունենում, երբ որ մարդ ասում են, չէ, օրինակ, Շեքսպիրի պիեսաները ինքը չի գրել, չէ, ինչ-որ ուրիշ։ Իմ մոտ նույնիսկ տպավորություն է, որ այնտեղ ինչ-որ բան է տեղի ունեցել, որ կամ ինքը չի գրել դրանից հետո 4-րդ գլխից սկսած, հա, կամ ինչ-որ, չգիտեմ, ինքը ինչ-որ հոգեբանական խնդիր է ունեցել, հա, ինչ-որ, չգիտեմ, որովհետև ընդհանրապես գրքի մնացած մասը չի խոսում, հա, առաջի 3 գլխի մեջ։ Ինքը փայլուն սկսում է, հանճարեղ, ուղղակի, չգիտեմ, չեմ կարող նկարագրեմ ոնց։ Շատ հստակ, հա, ինքը ասում է մեզի, էս է, ու հիմա դու կարդում ես, հա, 3-րդ գլխից հետո։ Առաջի 3 գլխի ծավալը քանի էջ է մոտավորապես, միջինում երևի 15-ից 17 էջ։ Փաստորեն ժամանակակից տնտեսագիտության հիմքը դրվել է ըստ էության 13 էջում, 15-ից 17 էջանոց աշխատությամբ ընդհանրապես, որ այդպես ֆունդամենտալ դեր է խաղացել ու ինչ էր պետք էր պարզապես այդ միտքը զարգացնել, հա։ Ես չգիտեմ պատճառները, բայց այդ միտքը չի, ես կարդում եմ, ես 3-րդ գլխից եւ սպասում եմ, հա, всё, պարզ է արդեն ամեն ինչը, հիմա մնում է ուղղակի դու տրամաբանությամբ, հա, տրամաբանես, հա, եւ հետեւությունների մաս ինքը սկսում է խոսալ, չգիտեմ, եկեղեցու հետ ինչ հարաբերությունների մեջ էին եւ այլն, ինչի մասին ասես գիրքը կոչվում է ազգերի հարստություն, 4 գլխից սկսած միջև վերջ ամեն ինչի մասին կա, բացի ազգերի հարստություն, այսինքն աշխատանքի բաժանման թեման ինքը չի շարունակում, հա, էլի չնայած դրա համար ենք շնորհակալ, հա, գոնե մարդը ճիշտ է սկսել, հա, ուղղակի պետքա հետո շարունակել, ինքը ինչու չշարունակեց, չգիտեմ, Ստե իմ մոտ հարցը այլ է, ինչու հետո չշարունակեցին, ու չնայած շարունակեցին մինչև մոտավորապես 20-րդ դարի սկիզբը, հա, եւ արդեն մոտ 100 տարի այդ թեմայի մասին ընդհանրապես խոսք չկա։ Ես օրինակ իմ ուսանողներին անգիրանել եմ տալի դա, հա, ասում եմ Ադամ Սմիթի առաջի 3 գլուխը, մնացածը կարակ չկարդակ։ Ուշադրությունը պետք է լինի все-таки, հա, առաջի 3 գլխի վրա, որովհետեւ ամբողջ իմաստը, հա, տնտեսական զարգացման եւ ազգերի հարստության տեղ է։ Մի քանի նախադասությամբ, գուցե մեկ նախադասությամբ փորձենք այդ բանաձևը սահմանել, հա, ազգերի հարստության ըստ Ադամ Սմիթի, այսինքն դա աշխատանքի բաժանումն է, բաժանման գործընթացի խորացումն է, հա։ Բաժանման գործընթացի խորացում։ Տեսեք, առհասարակ, եթե մենք շատ ուշադիր կարդանք եւ շատ լուրջ ընդունենք այդ պասաժը, հա, աշխատանքի բաժանման կարեւորության մասին, ապա մենք կգանք շատ լուրջ, շատ էական, հա, բացահայտումների, որոնք բացահայտում են գրեթե ամեն ինչ, հա, այսինքն ամեն ինչ որ կատարվում է այսօր տնտեսության մեջ, օրինակ համաշխարհային ֆինանսական ճգնաժամ, հա, 2007-2008 թվականին, հա, որը մինչև այսօր, ուրեմն այդպես էլ չկա ընդհանուր էլի կոնսենսուս, թե սա ինչ է, հա, ընդհանուր, հա, մեկը մեղադրում է ինչ-որ, չգիտեմ, ժլատ բանկիրներին, վատ կառավարիչներին եւ այլն, բայց տեսականորեն, հա, մենք չունենք, հա, հիմնարար, հա, տեսություն, հա, հիպոթեզի, անգամ գիտական հիպոթեզի ինչ-որ նման բան, որ կարանք մենք ուրեմն բացատրենք այդ երևույթը, որովհետեւ եթե մենք հիմա տեսնենք, ընդհանուր առմամբ ճգնաժամը ինքը շարունակվում։ Այո, վիճակագրական ուրեմն կոմիտեները եւ ծառայությունները արևմուտքի փորձում են ինչ-որ կերպ, հա, ցույց տալ, որ չէ, մենք ռեցեսիայի մեջ չենք, այ տեսեք մեր մոտ, չգիտեմ, 0.1%-ով ինչ-որ, չգիտեմ, աճ կա, բայց մենք սաղս էլ հասկանում ենք, որ դա զուտ քաղաքականությամբ պայմանավորված երևույթներ են։ Աճ չկա, հա, 2007 թվականից 8 թվականից հետո, հա, այդ անկումից հետո առանձնապես աճ չկա։ Վերականգնում ինչ-որ չափ եղել է, բայց աճը հիմնականում տնտեսության այսօր, հա, համաշխարհային ապահովը Չինաստանը։ Էդ էլ մենք կհասկանանք ինչու, հա, Չինաստանը։ Հա, Չինաստանի հաշվին այսօր ինչ-որ Ամերիկայում աճ են ցույց տալի։ Մեր մոտ, հա, էլի ինչ-որ ուրեմն քաղաքական որոշումների որոշ պայմանավորված ինչ-որ աճ կա։ Բայց մենք սաղս հասկանում դա, եթե մեր մոտ այդ աճը կա, միտեղ էլ անկում կա, չէ՞, մենք տենում ենք որտեղ է այդ անկումը, հա, ու չի այդ անկումը։ Հա, այսինքն, եթե մենք վերցնենք տնտեսությունը որպես, հա, ընդհանուր, իսկ միայն այդպես պետք է մոտենալ, հա, տնտեսությունը այսօր գլոբալ է։ Մենք պետք է տեսնենք համաշխարհային տնտեսությունը ինչ վիճակում է, համաշխարհային տնտեսությունը այսօր չի աճում։ Վերջապես խոսենք, հա, Ադամ Սմիթի մտքի, հա, այդ աշխատանքի բաժանման խորացման մասին։
Ուրեմն տեսեք, երբ առաջի գլխում ինքը ներկայացնելով կցասեղի արտադրամասը տալիս է մեզ ընդհանուր պատկերացում։ Երկրորդ գլուխը կոչվում է ուրեմն աշխատանքի բաժանման, հա, պատճառների մասին, այսինքն ինչ գործոնների պայմաններում, հա, ուրեմն խորացվում է այդ աշխատանքի բաժանումը, հա, ինչու է աճում արտադրողականությունը, հա, նաև բացատրես ինչու աշխատանքի բաժանման արդյունքում աճում է արտադրողականությունը, հա, տալիս է մեզ խոսում է դրա մասին եւ երրորդ գլուխը կոչվում է աշխատանքի բաժանման մակարդակը սահմանափակվում է շուկայի ծավալներով։ Այս նախադասությունը ուրեմն շատերը չեն ըմբռնում։ Ես չգիտեմ անգամ Ադամ Սմիթը ինքը ըմբռնում էր իր գրածը։ Լինում է, չէ, մի հատ միտք ես ասում, հետո դու էլ չես հասկանում էլի, ես ինչ ասեցի, հետո մոռանում ես կամ ինչ-որ բան ու չես պայտա քեզ շուտ պայծառացել է ուղեղը։ Այ կարծում եմ, հա, իր մոտ ինչ-որ տենց բան է եղել, հա, տեսեք։ Օրինակ ինչպես է ժամանակակից տնտեսագիտությունը հասկանում, հա, իհարկե իրանք բոլորը կարդացել են Ադամ Սմիթը։ Իրանք բոլորը գիտեն աշխատանքի բաժանումը։ Բայց իրանք յուրովի են դա պատկերացնում։ Ասում եմ, դե իհարկե, հա, դու աշխատանքի բաժան, մանավանդ մեր այսօր համար, հա, մեզ շատ հեշտ է հասկանալ աշխատանքի բաժանման էությունը։ Մենք բոլորս, հա, տեսնում ենք, որ մարդը բժիշկ է, մեկը իրավաբան է, մեկը, չգիտեմ ինչ, հա, ինչ-որ մասնագիտություններ կա։ Իհարկե կա աշխատանքի բաժանում։ Մեկ ինձ արթնացնես գիշերը, ասես, ինչ աշխատանք։ Իհարկե ես լսել եմ աշխատանքի բաժանման մասին։ Հայաստանը պետք է զբաղեցնի իր ուրեմն տեղը համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ, մենք պետք է գտնենք եւ այլն։ Բոլորը գիտեն այդ աշխատանքի բաժանումը, բոլորը տեսնում են, բայց իր ամբողջ էությունը, հա, ինչ կապ ունի դա, հա, տնտեսական զարգացման մեջ, հա, այդտեղ բաց են թողնում, որովհետեւ մենք դրա մեջ ծնվել ենք եւ մեզ թվում է թե դա ինչ-որ ի վերուց տված բան է, հա, իսկ եթե մենք նայենք, հա, մեր նախնիների ժամանակ արդյոք աշխատանքի բաժանումը միշտ եղել է, հա, ոչ, հա, մենք գիտենք, որ մինչեւ անգամ Ադամ Սմիթի մինչեւ տարիները մենք ունեցել ենք այսպես կոչված բնական տնտեսություն։ Այսինքն ինչ է եղել միջնադարյան տնտեսությունը, ինչ է եղել։ Ես ունեմ, հա, հողատարածք, հա, ինչ-որ տուն, բան, եւ ես ամեն ինչ պատրաստում եմ ինքս իմ համար։ Ես համ դարբին եմ, համ հաց ցանող եմ, համ շոր կարող եմ եւ այլն։ Իհարկե ընտանիքի մակարդակում ինչ-որ չափի այդ աշխատանքը բաժանվում է, ճիշտ է։ Կինը անում էր էս, տղամարդը, երեխեքը, հա, օգնում են եւ այլն, բայց դա ավելի շատ այսպես կոչված աշխատանքի բաժանումը, որը պայմանավորված է բնությամբ, հա, բնությամբ օժտված տղամարդ ավելի ուժեղ է ինքը այս գործընթացին, հա, եւ այլն։ Եթե ուշադրություն դարձնեք, կծասեղի արտադրամասու աշխատանքի բաժանումը ինքը կապ չունի բնությամբ օժտված, հա, ինչ-որ ունակությունների հետ։ Ծառել ուրեմն մետաղաձողը կամ փաթաթել կամ ինչ-որ բան, հա, դա դրա մեջ որ բնատուր հատկություններ։ Այսինքն դա ինչ-որ այլ աշխատանքի բաժանումը է, հա։ Մենք խոսանք դա ինչ աշխատանքի բաժանում։ Ադամ Սմիթը եւ իր ով շարունակում էր, հա, իր մտքերը իբր աշխատանքի բաժանման մասին, իրանք հիմնականում խոսում են այդ բնական աշխատանքի բաժանման մասին։ Հարավային երկիր օրինակ ունի լավ կլիմա, հա, դե աճում է բանան, պոմիդոր եւ այլն, իսկ հյուսիսային երկիրը օրինակ չունի այդ ամեն ինչ, հա, բայց այլ բաներ ունի, օրինակ չգիտեմ, փայտ եւ այլն, հա, բնական է, չէ, որ այդ մարդիկ, հա, օրինակ, եթե ես ապրում եմ տրոպիկներում, իմ համար շատ դժվար է ես ունենամ, հա, իմ մոտ զարգացնեմ այն, ինչի համար ավելի բարենպաստ է հյուսային կլիման, հա, դրա համար ես դրանով չեմ զբաղվում եւ կենտրոնանում եմ մենակ ինչը որ ինձ բնությամբ տրված է։ Նույնը իմ հյուսային հարևանական հակառակն է, դժվար է, հա, Սիբիրում, հա, տայգայում աճեցնել բանաններ եւ այլն, կարաս անես, բայց ինչքան ջանք կթափես դրա։ Ինչ իմաստ ունի դա անել։ Ավելի լավ է ես կենտրոնանամ, հա, մասնագիտանամ, ուրեմն փայտի վրա եւ հետո մենք ինչ անենք, հանդիպենք իրար, փոխանակվենք, հա, փոխանակվենք։ Այդպես է հասկացվում աշխատանքի բաժանումը, ուրեմն ժամանակակից տնտեսագիտությունը։ Նես չի որ, հա, հիմա որովհետեւ կարող դիտողներ ասեն, յանի, ես ինչ նոր բան ասացի, աշխատանքի բաժանում։ Սա ասած գիտենք աշխատանքի բաժանումը, դա նոր բան չի։ Նոր բանը այն իմաստով, հա, որ դա սխալ է դիտարկվում։ Ինչ առումով սխալ։ Ինչ առումով, որ մենք միասին աշխատանքի բաժանումը կդիտարկենք Ադամ Սմիթյան կծասեղի արտադրամասի տեսանկյունից, որտեղ որ չկան բնական առավելություններ, հա, մեկում ես
դու, հա, մենք ոչ մեկս չենք ծնվել, հա, որպեսզի ծառենք ինչ-որ, հա, կամ ներկենք, կամ փաթաթենք եւ այլն եւ այլն։ Այստեղ ուրիշ էություն կա, որի մասին կխոսենք։ Ասեցի, հա, երրորդ գլուխը աշխատանքի բաժանման մակարդակը պայմանավորված է շուկայի ծավալներով։ Ինչ է նշանակում շուկայի ծավալներ։ Տես, ասեցինք, կցասեղի արտադրամաս 10 ծոկով անում են 4000, հա, 5000 քանի հատ կցասեղ։ Մենք կարող հարց առաջանա, լավ, պատրաստեցին։ Իսկ ով է դրա սպառողը։ Օրինակ մենք գյուղում մի հատ, հա, մարդը երկու հատ կցասեղ ենք անում, բավարարվում ենք, հա, հերիքում է։ Հիմա ասենք թե Վլադ ջան, նստեցինք, մտածեցինք, ինչ-որ աշխատանքի բաժանում արեցինք։ Հիմա 4000 հատ ենք անում, բայց ում համար են դա անում։ Ով է առնելու, ով է դրա տնտեսությունը դա պահանջարկի մասին է առաջին հերթին, հա, չնայած մեզ, չգիտեմ, բացատրում են եւ այլն, առաջարկը, կարևորը առաջարկը եւ այլն, պիտի անգամ այտենց տեսություն կա, էլի, տնտեսագիտության մեջ ուղղություն, հա, առաջարկի տնտեսություն։ Հիմա հարց եմ ուզում տամ այդ մարդկանց, էլի, ասեք, տեսել եք տնտեսություն առանց պահանջարկի։ Կա առաջարկի տնտեսություն առանց պահանջարկի։ Ծանոթ է այդպիսի արտադրություն, որ առաջարկն է հա ստեղծում պահանջարկը։ Նաև հակառակն եմ իհարկե լսել։ Դա ուրեմն Ժան Բատիստ Սեյնը, հայտնի ուրեմն դասական տնտեսագետ, որ ասում էր առաջարկը ծնում է իր իսկ պահանջարկը։ Դեռ Մարքսը, հա, այսինքն 19-րդ դար, հա, ծիծաղում էր, հա, այդ արտահայտության վրա եւ դրա համար անվանում էր Սեյն եւ իր նմաններին, հա, այդ դրանք հիմնականում դասական քաղաքտնտեսության հետ ուրեմն ներկայացուցիչներն են, այդ հատվածին, հա, անվանում էր վուլգար տնտեսագետներ, վուլգար բուրժուական տնտեսագետներ, այսինքն մարդիկ, որոնք որտեղ բուրժուական տնտեսագետը նաեւ Ադամ Սմիթը, նաեւ ուրեմն Ռիկարդոն, բայց այս մասն տարբերում են, որոնք արտահայտում են մտքեր շատ մակերեսային, հա, ասես մտքեր են արտահայտում։ Օրինակ այդ արտահայտությունը, հա, որ առաջարկը ծնում է իր պահանջարկը։ Ինչ է ուզում ասի մարդը, հա, որ եթե օրինակ առաջարկվում է ինչ-որ, հա, արտադրանք, ինքը իր մեջ պարունակում է, հա, կապիտալի հատված, աշխատավարձի հատված, ռենտայի հատված, հա, 3 արտադրության գործոն։ Ոնց ասեմ, շատ թեթևամիտ, հա, մտքեր են, որովհետև ով ասաց, որ դա տեղի է ունենում միանգամից միաժամանակ, հա, իրանց պատկերացմամբ, հա, տնտեսությունը, հա, եւ բոլոր գործակալները տեղի են ունենում մի կետում, հա, ու մի նանո վայրկյանում, այսինքն ոչ տարածություն կա, ոչ ժամանակ։ Դա հիմնական խնդիրներից մեկն է այսօր ժամանակակից տնտեսությունը, հա, որ ինքը ամեն բոլոր տնտեսությունը, հա, դիտարկվում է մի կետում։ Ինչ է խանգարում ինձ, հա, եթե ես օրինակ կապիտալիստ եմ։ Ինչ է խանգարում ինձ վաճառել ինչ-որ մի բան, բայց չառնել, գամ չառնեմ։ Վաճառեմ մի բան, դնեմ գրպանս, հա, գումար ու գնամ, հա, այսինքն այս բաժակը չի առնվելու։ Դրա համար սեի օրենքը այսպես կոչված, հա, ինքը սխալ է, այսինքն ինքը գործում է մենակ այն պայմանում, եթե մենք ներկայացնենք, ենթադրենք, որ չկա ժամանակ եւ չկա տարածություն։ Այսինքն ոչ ռեալ, հա, նախադրյալների դեպքում է ինքը, բա ֆանտաստիկաներում կարող ինքը խոսքը իրագործվի, հա, իրականության մեջ։ Իրականության մեջ ինքը երբեք չի կարող իրագործվի։ Քաշող գործոնը ուժը, դա պահանջարկն է, միշտ պահանջարկ։ Եթե դուք կարաք այսօր արտադրեք ինչ ուզեք, այսօր մեր մոտ խոսում են, արտադրենք, չկա այսօր արտադրության խնդիր։ Կարող է պատմության ընթացքում եղել է այդ խնդիրը։ Հա, հիմնականում, երբ որ ռեսուրսը շատ է, երբ որ դուք գտնում եք ինչ-որ տեխնոլոգիա, որով դուք կարողանում եք եւ այլն, այո, օպտիմիզացնել ռեսուրսի սպառումը եւ այլն, հա, կայուն պահանջարկի դեպքում, հա, ինչ-որ ժամանակ դուք կաշխատեք եւ չեք ունենա պահանջարկի խնդիր, բայց վերջի դուք կհասնեք, հա, սահմանափակման պահանջարկի։ Այդ խնդրին առնչվել առաջինը Ճապոնիան վերջին խոսում են այսօր արդեն վերջին 3 տասնյակ, հա, կորցրած տարիների մասին, երբ որ տնտեսությունը եկավ հասավ մի մակարդակի, երբ որ արդեն ապագա արտադրողականության աճը, հա, իմաստ չուներ, որովհետև զուտ չկա սպառում։ Ում համար արտադրենք, հա, արտադրում են։ Իրանք բոլոր իրանց կան բանները, ուրեմն just in time-երը, բոլոր տեխնոլոգիաները, որոնք օգտագործել են, որպեսզի ստանան նվազագույն արժեքով որակել ապրանք,
հա, եկել է հասել է ինչ-որ կետի, որ արդեն դրանից հետո, հա, ինչքան կարող դուք ծախսերը նվազեցնեք։ Նվազեցնում եք, գտնում եք, հա, այդ օպտիմիզացնում եք։ Եվ գալու է ինչ-որ մի կետի, հա, որ արդեն դրանից հետո կամ ցանկացած արդեն ուժի գործադրում ավելի թանկ է կովրանստում, քան ստացած օգուտները։ Եկել են հասել են ինչ-որ բանի, որ տալիս են այսօր ամենավորակյալ էժան ապրանք, բայց հետագա աճի համար շուկա չկա, պահանջարկ չկա։ Պահանջարկ չկա, այսինքն Ճապոնիայի ներսում դա պահանջարկ չկա աշխարհում։ Այո, այսօր ինքը եկե հասել է նրան, որ վсё, աշխարհում վсё, ինքը տեղ չունի աճելու։ Համենայն դեպս այն տեմպերով, հա, որոնք որ ինքը աճում էր դրանից առաջ։ Մի քանի տարի առաջ հիշում եմ Բրազիլիայի նախագահն էր խոսում։ Բրազիլիան գիտեք ամենամեծ ուրեմն ցորեն արտահանողներից մեկն է։ Ասում էր ժողովուրդ, այդ որ կոവിഡ്ից հետո խոսակցությունները, շղթաները ուրեմն չեն աշխատում, պետք է վերականգնենք եւ այլն, արտադրել։ Ասում է ժողովուրդ, մենք ընդհանրապես արտադրելու հետ խնդիր չունենք։ Ինչքան է ձեզ պետք։ Դուք ինչքան ուզում եք, հա, մենք այդքան էլ արտադրում ենք։ Ավել կուզեք, ավել կարտադրենք։ Ինչքան է ձեզպես պետք ասեք արտադրենք։ Ինչ եմ ուզում ասել, այսօր արտադրելու խնդիր չկա։ Խնդիրը սպառելն է։ Խնդիրը գտնել սպառումը։ Այդ է դժվարը այսօր։ Այսինքն խնդիրի պահանջարկ ստեղծել ու դրա իման վրա սպառում ապահովել։ Այո, վերադառնանք մեր կցասեղին, հա, 5000 ուրեմն կցասեղ, այս որ դեպքի սպառվի։ Այսինքն մենք հասկանում ենք, չէ, Վլադ ջան, որ գյուղում փոքրիկ, հա, կցասեղի արտադրամաս ինքը էֆեկտիվ չի, ինքը տնտեսապես հիմնավորված չի։ Նույն երևի դու պետք է դա անես քաղաքում, հա, այսինքն շուկայի ծավալը, հա, ինքը կապ ունի։ Պլյուս այդ ոնց որ ասեցինք, ուրեմն պահանջարկի տեսանկյունից շուկայի ծավալ, բայց շուկայի ծավալը կարելի է նաև ներկայացնել առաջարկի տեսանկյունից, հա։ Եթե մենք ասում ենք աշխատանքի բաժանում, գործառույթը բաժանվում է տարբեր մասերի ու ամեն մի գործառույթ, հա, ամեն մի հատվածի համար պատասխանատու է առանձին մարդը։ Պետք են մարդիկ, չէ՞։ Այսինքն մարդ պետք է զբաղվի, հա, այս գործով մենակ, հա, եթե դու բաժանում ես 50 մասի, հա, ուրեմն առնվազն համակարգում պետք է լինի 50 մարդ, հա, այդ գործառույթով զբաղվող, հա, որ չենք ասում, մյուսը, այսինքն էլի նորից, հա, եթե դուք գյուղում եք փոքրիկ դուք պարզապես մարդկային ռեսուրս չունեք այդքան, հա, որպեսզի բաժանեք աշխատանք։ Այսինքն շուկայի ծավալը, որ սահմանափակում աշխատանքի բաժանման մակարդակի խորացումը, թե վերևից կա, հա, այսինքն պահանջարկի տեսանկյունից, թե ներքևից կա։ Ուրեմն Ադամ Սմիթի այն միտքը, որ աշխատանքի բաժանման խորացման մակարդակը սահմանափակվում է շուկայի ծավալով, իրականում ունի շատ մեծ հետևանքներ։ Տես, եթե պատկերացնենք, հա, ինչ եմ ես ասում, ինքը չշարունակեց իր մտքերը, հա, ինչ է հետևում դրանից։ Եթե մենք շարունակում ենք, հա, խորացնել աշխատանքի բաժանման մակարդակը, այսինքն ուզում ենք ավելացնել արտադրողականությունը, հա, արտադրողականությունը ավելացումը բերում է, հա, հավելյալ արդյունքի, հա, եթե մենք ուզում ենք, փորձում ենք շարունակել այդ ամեն ինչը, հա, մենք կգանք, կհասնենք մի կետի, հա, երբ որ երկրագունդը, հա, կլորա, չէ, այսինքն երբ որ աշխատանքի բաժանման մակարդակը, հա, գրավի ամբողջ երկրագունդը, հա, եւ ինչ է հետևում, հա, եւ այդ գործընթացը կկանգնի, հա, քանի որ հնարավոր չի, հա, այլ եւս շարունակել, հա, խորացնել աշխատանքի բաժանման մակարդակը։ Ադամ Սմիթի համար երևի դա ինքը կարող է իր ուղեղում պահում էր այդ հնարավորությունը, բայց դա շատ абստրակտ էր իր համար, պատկերացրեք, 18-րդ դար։ Հա, 1776 թվական, երբ ամբողջ աշխարհը, հա, դա կգրավի։ Բայց արդեն Կարլ Մարքսը դրանից արեց շատ կարևորագույն հետևություն։ Ասեց, լավ, հա, դե եթե այդպես է, ապա այս համակարգը, հա, կապիտալիզմ կոչեցյալը, հա, իսկ կապիտալիզմը հենց աշխատանքի բաժանման մակարդակի հիման վրա ստեղծած համակարգը։ Կգա մի օր, երբ որ կգրավի ամբողջ երկրագունդը, հա, եւ կկանգնի, եւ կավարտվի, հա, չնայած դա ներկայացվում է, հա, ժամանակակից տնտեսագիտության տեսանկյունից, որ կապիտալիզմը անվերջ է, հա, ուրեմն ոչ մի սահմանափակում, հա, զարգացման համար չկա։ Կարող ենք հիմա ասել օրինակ 21-րդ դարում մեր հանգրվանում, մեր ժամանակի, որ Մարքսի կանխատեսումը ինչ-որ առումով կամ գուցե շատ առումներով իրականացել է։ Այո, իմ կարծիքով այսօր մենք հասել ենք այդ կետին, հա, այսօր ենք հասել ենք այդ կետին, երբ էլ հնարավոր չի էլ խորացնել աշխատանքի բաժանման մակարդակը։
Մենք հասել ենք նրան, որ անգամ այսօրվա աշխատանքի բաժանման համակարգը, հա, մակարդակը ինքը գերազանցել է հնարավորությունները։ Դուք կասես ինչով է գերազանցի, ոնց կարա գերազանցի, ու պարզապես կարելի է դա ձգել ժամանակի մեջ, հա, այսինքն պարտքով, հա, վերցնել, հա, ապագայից, հա։ Եթե նայենք այսօր պարտքային ծառաբեռնվածությունը, հա, երկրների, դուք կտեսնեք ահռելի պարտքեր ԱՄՆ-ում, ահռելի պարտքեր Արևմտյան Եվրոպայում, հա, ահռելի պարտք Ճապոնիա, Չինաստան եւ այլն։ Այսինքն բոլորը, հա, պարտքերի մեջ պարզ է, որտեղից է գոյացել այդ պարտքը, հա, մենք սպառել ենք, հա, ապագա անգամ եկամուտները, հա։ Հնարավոր է շարունակել, հա, փչել այդ փուչիկները։ Ну, ինչ որ չափի, հա, հնարավոր է, իհարկե անվերջ չէ, հա, դա ունի իր սահմանափակումները, հա։ Այսինքն այսօր մենք ունենք այդ իրավիճակը, հենց այդ շարունակվող, հա, ճգնաժամը, որի մասին մենք սկզբից խոսեցինք, հենց արտացոլվում է դրանում, որ այլ հնարավոր չի, հա, շարունակել նույն մոդելով, հա, բայց այլ մոդել, հա, ոչ միայն չկա, անգամ չեն էլ մտածում դրա մասին։ Ռեսուրսը սպառվել է։ Պետք են այլ մտքեր, բայց ամենացավոքը ոչ թե նա որ այս մտքերը այս պահին չկան, այո, կարան չլինեն այս պահին, բայց մենք կարող ենք մտածել դրա մասին, հա, եթե մենք ճիշտ ենք ըմբռնում էությունը, հա, մենք կարող ենք գտնել լուծումը, բայց եթե դուք լրիվ չեք պատկերացնում ինչի մասին է այսօրվա ճգնաժամը, հա, եթե մենք չենք պատկերացնում, հա, մենք իհարկե չենք էլ կարող գտնենք, հա։ Իսկ այս դեպքում կարող ենք ասել, որ օրինակ այն պետությունները, որոնց թվում նաև իհարկե Հայաստանի Հանրապետությունը, որտեղ մենք բնակվում ենք, ովքեր այսպես պատկերավոր ասեմ, հա, բաց են թողել իրեն շանսը, օրինակ զարգանալու, հարստանալու, ու հիմա մենք եկել հասել ենք այն հանգրվանին, որ կարծես զարգացումը կանոնել է, process-ը արդեն հասել է իր գագաթնակետին եւ այլևս աճելու տեղ չունի, այդ պետությունները ուրեմն ընդհանրապես այլևս շանս չունեն զարգանալու, քանի որ համակարգը արդեն ստագնացիայի մեջ է։ Հակառակը ես կասեի, այն պետությունները, որոնք տեղ չունեն նախկին համակարգում, հա, գործող, ես արդեն ասում եմ նախկին, հա, հակառակը իրանք ստանում են շանս։ Բայց այո, իրանք ստանում են շանս, որովհետև այլ համակարգում կարող է ուժեղ լինի, հա, հզոր լինի այն պետությունը, որը սահմանափակված չի, հա, այդ աշխատանքի մակարդակով, հա, բաժանման մակարդակով, այսինքն որտեղ կարևորագույն գլխավոր գործոնները լինեն ինչ-որ այլ գործոններ, հա, եւ իմ կարծիքով, հա, այն պետությունը, այն հասարակությունը կամ հասարակությունները, որոնք սկսեն մտածել այդ ուղղությամբ, հա, եւ ստեղծեն, հա, ինչ-որ այլ ընտրանքային մոդել, հա, իրենք շանս ունեն լինեն նոր աշխարհի, հա, լիդերներ։ Ցավոք սրտի, հա, գործող համակարգում փոքր երկրները, հա, տեղ չունեն եւ մենք խոսեցինք, հա, ինչու ժամանակակից տնտեսագիտությունը ասում է, հա, իր պոստուլատներից դուրս է գալի այն, որ ցանկացած երկիր կարա լինի հարուստ։ Կապ չունի, հա, չգիտեմ, Հնդկաստան ես, Ամերիկա ես, Հայաստան ես եւ այլն, հա, ուրեմն ոչ մի խնդիր չկա, հա, զարգանալու համար։ Այս մոտեցումը, որ մենք դիտարկեցինք, հա, երևում է հստակ, հա, Ադամ Սմիթի 3-րդ գլուխը, հա, շուկայի ծավալն ամեն ինչ պայմանավորում, հա, փոքր երկիրը, հա, ինքը ի սկզբանե, հա, ունի շատ քիչ շանսեր լինել հարուստ։ Պայմանական, օրինակ, չգիտեմ, Ռումինիան, հա, ըստ ժամանակակից տնտեսագիտությանը կարա դառնա, հա, կենսամակարդակով, ասենք ԱՄՆ-ի մակարդակի։ Դա է հիմնական, հա, պնդումը։ Դա երևի ամենամեծ սուտն է, որը գոյություն ունի այս ժամանակակից տնտեսագիտությունում։ Պայմանական Ռումինիան երբեք չի կարա դառնա։ Այդ դեպքում մենք ուրեմն մանրամասն երևի պետք է խոսենք նաև Սինգապուրի դեպքի մասին, հա, որը փոքր երկիր է, քիչ բնակչությամբ, սակավ ռեսուրսներով, բայց համարվում է աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը, ամենահաջողված օրինակներից մեկը, որը անդադ թմկարվում է այդ օրինակը, որին ձգտում են նմանվել մյուս պետությունները եւ այլն։ Վլադ ջան, կարծում եմ հաստատ առիթ ունենալու ենք Սինգապուրի մասին խոսալու։ Ես երկու բառ ասեմ ուղղակի, հա, ստեղ էլ թերի ըմբռնում կա, հա, թե ինչ է նշանակում հարուստ, հա։ Եթե մենք վերցնում ենք մեկ շնչին հասնող հնայով, հա, եւ տանց ենք չափում հարուստ, հա, ապա այո, կարող ենք առանձնացնել, հա, եւ մեր համար տարօրինակ թվա, բա Սինգապուրը ինչ, հա, բա Կատարը ինչ, հա, օրինակ Կատարը, հա, ամենահարուստ երկիրն է մի քանի տարի առաջ մեկ շնչի հասնող հնայով, հա, բայց ինչ-որ մենք չենք տեսնում, էլի, սենց ինչ-որ Կատար, հա, մարդիկ գնան Կատար, գնանք սաղս Կատար, դե ոնց են բացատրում, ասում են, դե նավթ ունի,
բնական ռեսուրս ունի, որը թանկարժեք ռեսուրս է, այսինքն ունի պահանջարկ աշխարհային շուկայում, բնակչությունը քիչ է, հա, եթե մենք ընդունենք, որ ուրեմն մենք չափում ենք մեկ շնչի հասնող հնայով, ապա այո, հա, այո, բայց արդյոք ճիշտ է այդպես չափելը։ Եկեք հասկանանք, հա, Կատարի, հա, եւ նմանատիպ ուրեմն պետությունների հաջողության բանաձևը։ Ասում ենք նավթ եւ այլն եւ այլն։ Չէ՞ որ այդ նույն նավթը մի 100 տարի առաջ էլ է, չէ՞ եղել։ Կամ 150 տարի առաջ էլ չէ եղել, չէ՞։ Բա ինչի ինքը չի եղել ամենահարուստերից, այնտեղ չգիտեմ, բիդուինները ուխտերով ման էին գալիս։ Չէր հայտնաբերվել դա։ Չէ, ով է հայտնաբերել դա։ Ոչ իրանք, հա։ Այն երկրները, որոնք որ դա պետքա սպառեին, դրա կարիք ունեն։ Այսինքն, տեսեք, հարցը այն չի, ինչն ես դու վաճառում, հարցը այն է, ինչ ես դու սպառում, հա։ Կատարը չի սպառում այն, ինչը որ ինքը ուրեմն մատակարարում է համաշխարհային շուկայում։ Այսինքն, այդ երկրի այդ համակարգի կողքը կամ մի հատ այլ համակարգ, որը պատրաստ է վճարել, հա, քո ուրեմն ռեսուրսի համար։ Եթե վաղը հրաժարվի, հա, ինչ-ինչ պատճառներով այդ կողքի համակարգը գնել քեզանից այդ ռեսուրսը, հա, ինչ ես անելու դու այդ ռեսուրսը։ Ինչ նավթ ուտելու ես, հագնելու ես, ինչ ես անելու։ Ինքնուրույն դու ոչ մի բան չես կարող անել, դու չես կարող ստեղծել այդ բարեկեցությունը դրանով, հա։ Եթե խոսենք, հա, նույն տերմիններով որ մենք խոսում ենք, այսինքն կա, հա, աշխարհում մի հատ այլ համակարգ, հա, որը ունի ավելի խորը աշխատանքի բաժանման մակարդակ, որը ունի Կատարը, հա, որը սպառողն է դառնում, հա, այսինքն որը այդ ռեսուրսից պատրաստում է, հա, ուրեմն մեծ ծանոթ, հայտնի, հա, ավտոմոբիլներ, հեռախոսներ եւ այլն, հա, դա է իրական հարստություն, հա, ոչ թե բնական պաշարը, հա, բնական պաշարը դել պետք է դարձնես հարստություն, հա, ինչը Կատարի դեպքում շատ բարդ է։ Եթե մենք սկսենք համեմատել, հա, երկրները ոչ թե մեկ շնչի հասնող հնայով, այլ աշխատանքի բաժանման խորացման մակարդակով, ապա մենք կտեսնենք, հա, ամենահարուստ երկրի իրականում ով, հա, դա ոչ Կատարն է, ոչ Լյուքսեմբուրգն է, հա, ոչ Հոնկոնգն է, հա, եւ այլն եւ այլն։ Շատ լավ, ես հենց այդ մասին է ճիշտ ասած ուզում հարցնեի, որն է ամենահարուստ երկիրը ու դա հենց նորից հիշացրեց հենց այդ սկզբի օրինակը, մենք խոսեցինք Ադամ Սմիթի մասին, խոսեցինք աշխատանքի բաժանման խորացման մասին, պահանջարկ ստեղծելու մասին, խոսացինք շուկայի կարևորության մասին եւ այնուամենայնիվ ես հիշում եմ թե ինչից սկսեցինք մեր խոսակցությունը, ուզում եմ նորից հետ գամ այդ հարցին։ Ինչու էր այնուամենայնիվ Մայքլ Պորտերին անհրաժեշտ գրատախտակ մակրող։ Այո, կամ ինչ կապ ունի, հա, գրատախտակ մակրողը, հա, ազգերի հարստության հետ, հա։ Այո, ինչ կապ ունի ազգերի հարստության հետ, ինչու է Մայքլ Պորտերին գրատախտակ մակրողը բնակվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ հենց ինքը ոչ թե Կատարում, այո։ Ուրեմն Ադամ Սմիթից առաջ, հա, եղել է մի խումբ մտածողներ, որոնք կոչվում են մերկանտիլիստներ, հա։ Ու իրականում Ադամ Սմիթն իրենց կոչ է մերկանտիլիստներ, բայց դա էական չի իմը դրավ։ Կային վաղ մերկանտիլիստ, կա ուշ, այո, վաղ մերկանտիլիստներից մեկը իտալացի Անտոնիո Սերրան էր։ Սերրայի մասին շատ քիչ գիտեն, հա, անգամ ես շատ վաղ ուսանողներին տնտեսագիտական ֆակուլտետերով հարցնում, ասում մենք չեն լսել, չնայած անցել են, հա, տնտեսագիտության պատմություն, հա, տնտեսական մտքի պատմություն, բայց չեն լսել Սերրայի մասին, հա, շատ իզուր, հա, որ մենք չգիտենք մտածողի մասին, որը իր միտքը արտահայտեց մոտավորապես մի 500 տարի առաջ, հա, բայց այդ միտքը երևի ամենամեծ ներդրում ունի, ավելի շատ ներդրում ունի, հա, տնտեսագիտության մեջ, մեր պատկերացումների մեջ, քան այս ամբողջ մակուլատուրան, որը այսօր դասավանդվում է որպես ուրեմն գիտություն, հա, դեռ դրա մասին կխոսանք, ինչու եմ ես այդպես արտահայտվում։ Ուրեմն Անտոնիո Սերրան նորից Սմիթի նման, հա, ու առհասարակ մերկանտիլիստները զբաղվում են այդ նույն հարցերով, հա, ինչու են, հա, ինչպես հարստացնել մեր երկիրը եւ այլն եւ այլն։ Իրանց մտքերը շատ նման էին, օրինակ քաղաքագետները կհասկանան ինձ, հա, Մաքիավելին իր իշխանը գրել է, հա, իշխանին, հա, ինչ պետք է անի իշխանը, հա, որպեսզի, հա, պահի իշխանությունը եւ այլն։ Այ մերկանտիլիստները ու մանավանդ Սերրանը, իրանք գրում էին իրանց տրակտատները, հա, իշխաններին, հա, ինչ պետք է անես, հա, որպեսզի հարստացնես քո ուրեմն քաղաքը, նույն ժամանակ Իտալիայում քաղաքներ էին։ Եվ ուրեմն Սերրան այդ նույն ոճով այդ ժամանակին նստելով բանտում, հա, նստած էր Նեապոլի բանտում եւ գրում էր, չեմ հիշում ում էր գրում, որ գերցոգին է գրում, չեմ, իտալական, հա,
գիրքը եւ ասում է, օրինակ տես, ամբողջ ոսկին, օրինակ դուք ասում եք, ոսկին է հարստություն, արծաթն է հարստություն, բայց տեսեք ինչ է տեղի ունենում, ամբողջ ոսկին, հա, Հարավային Ամերիկայից ու արծաթը գալիս է Իսպանիա, չէ՞։ Բայց վերջում հանգրվանում է որտեղ։ Իտալական քաղաքներում։ Այսինքն ամբողջ ոսկին գալիս է Իսպանիա, հարստություն իրական։ Իսպանիան չի զարգանում, հա, իր մոտ արևտ ուրբանում, ֆեոդալական երկիր էր, շատ ավելի ցածր, հա, կենսամակարդակով, քան իտալական քաղաքները, հա։ Ամբողջ ոսկին գնում է Իտալիայում։ Ինչն է պատճառը, ինչն է խնդիրը, ինչու է դա տեղի ունենում։ Իր հիպոթեզը հետևյալն էր, որպեսզի հասկանանք երկու տնտեսական, հա, երկու քաղաքներից, երկու տնտեսական տարածքներից, որն է ավելի հարուստը, նայեք, թե ինչքան ընդեղ կան մասնագիտություններ, հա, որտեղ որ շատ են մասնագիտությունները, այդ տարածքը ավելի հարուստ է։ Եթե մենք դա վերաձևակերպենք այսօր ժամանակակից լեզվով, ապա սերայի միտքը հետևյալն է։ Այն տնտեսական տարածքում, երկիր, քաղաք, հա, կապ չունի, ռեգիոն, որտեղ որ ավելի, հա, ինչ է նշանակում մասնագիտություն, հա, դա աշխատանք Որտեղից է մասնագիտությունը, դա աշխատանքի բաժանման խորացման արդյունք է։ Որտեղ որ աշխատանքի բաժանման խորացման մակարդակը ավելի բարձր է, հա, այդտեղ ավելի շատ է արտադրողականությունը եւ հավելյալ արժեք ավելի շատ է։ Հիմա վերադառնալով Մայքլ Պորտերի գրատախտակ մակրողին։ Գրատախտակ մակրողը դա ինչ է։ Դա մասնագիտություն է, Վլադ ջան։ Դա մասնագիտություն է։ Հայաստանում չկա գրատախտակ։ Կամ աշխատանք, մասնագիտություն։ Այո, դա գրատախտակ ֆունկցիա է, հա, սենց այդ իմաստով մասնագիտություն, ոչ թե բանա համալսարանում դի գնաս սովորես այդ իմաստով։ Դա ֆունկցիա է, որ առանձին ֆունկցիա է, ոնց որ կծածեղի, հա, արտադրության մեջ առանձին ֆունկցիա է, ստե առանձին ֆունկցիա է, հա։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հա, կա գրատախտակ մակրող։ Հայաստանի Հանրապետություն չկա գրատախտակ մակրող։ Հա, մեր դիտողները կասեն, հիմա դրանով է պայմանավորվում, որ գրատախտակ մակրողներ բերենք մի խումբ, մենք հարստանանք, նու պետք չի դա տենց հասկանալ։ Ես ուզում եմ ասել, որ իրանց մոտ որ դուք նայեք, հա, մասնագիտությունները շարեք։ Ինչքան մասնագիտություններ կա ԱՄՆ-ում, հա, ու ինչքան մասնագիտություն կա, հա, օրինակ Հայաստանի Հանրապետությունում։ Դուք կտեսնեք, հա, տարբերություն։ Ինչքան մասնագիտություն կա Կատարում, հա։ Ու դուք կհասկանաք իրական հարստությունը որն է։ Ուզում եմ նաև շեշտեմ, հա, հատուկ, որ երբ որ մենք խոսում ենք այս երևույթի մասին, հա, դա ինչ որ մի, չգիտեմ, абստրակտ, ինչ որ շատ բան երևույթ չի, հա, որ ասենք ասենք։ Ես օրինակ բերեցի ուղղակի իմ փորձից գրատախտակ մակրող։ Ես ձեզ կարամ բազմաթիվ օրինակներ բերեմ, հա, օրինակ Երևան քաղաքի օրինակ հիվանդանոցը, հա, եւ ինչ որ ասենք մարզում ինչ որ գյուղի հիվանդանոցի հետ, օրինակ Վլադ ջան։ Ինչով են իրանք տարբերվում։ Տարբերություն կա իրանց մեջ։ Հիմնական սկզբունքային տարբերությունը ո՞րն է։ Աշխատակիցների քանակը։ Այդ աշխատակիցների չէ, մասնագիտացումների կան։ Մասնագիտացում։ Եթե դու տեսնես, հա, Երևանի հիվանդանոցում, հա, օրինակ, չգիտեմ, շատ ավելի մասնագիտացված բժիշկներ կան, քան գյուղի, հա, գյուղի, ասենք, մի բժիշկը կարող մի քանի հատ գործառույթ ունիվերսալ, հա։ Հա։ Իսկ եթե դու վերցնես օրինակ Իսրայելի հիվանդանոցը, հա, ինքը ավելի մասնագիտացված է, քան Երևանի հիվանդանոցը, հա։ Չգիտեմ, Նյու Յորքի հիվանդանոցը, այսինքն, չգիտեմ, վերցրա դպրոցը, հա, քաղաքի դպրոցը համեմատի եւ գյուղի դպրոցը, հա, գյուղի դպրոցում ֆիզկուլտի, ասենք, ուսուցիչ համ ֆիզկուլտ անում, համ աշխատանքի տեսություն, ինչ ասես տալիս են, չէ։ Ինքը ամենուրեք է, հա, այդ երևույթը։ Այսինքն, դա ինձ բան չի, որ մենք գնացինք ինչ-որ կթանք, ման եկանք, էսի բիժ կթանք, ասենք, հայտես։ Դուք ամեն օր, պարզապես դուք պետք է տեսնեք, մի քիչ նայեք ամեն ինչին, մի քիչ այլ հայացքով։ Իմ հիմնական, հա, այս ոդկասթի շեշտը լինելու է դրան, որ ես խոսեմ, հա, այդ ես դա կոչում եմ ուղեղի շրջադարձի։ Այսինքն համապատասխան ուղեղի շրջադարձ պետք է ունենաս, որ դու այդ երևույթները տեսնես։ Հիմա որ մենք խոսեցինք դրա մասին, հիմա մարդիկ ասեն, հա, էլի ես ո՞նց է, ես չէի մտածում դες բանի մասին, հա, ես ամեն օր դա տեսնում եմ, հա, մեր բակում եմ տեսնում։ Բայց ես երբեք չէի մտածում, որ դա կարող է լինել ինչ-որ, չգիտեմ, զարգացման ինչ-որ բան։ Մեզ որովհետև սովորացրել են, հա, որ ուրեմն հարստությունը դա ոսկին է, դա փողն է, դա մեքենաներն են, դա չգիտեմ, այսօր մարդկային կապիտալն է եւ այլն։ Մարդկային կապիտալի մասին կարելի է խոսել, բայց մարդկային կապիտալը դա էլ է աշխատանքի բաժանման խորացման արդյունք, հա։ Մայքլ Պորտեր, գրատախտակ մակրո, մասնագիտություն, հա, որտեղ որ շատ մասնագիտություններ կան, այնտեղ էլ ուրեմն հավելյալ արդյունքը ավելի շատ է։ Իհարկե մեխանիզմը, հա, ինչպես է հավելյալ արդյունքը ստեղծվում աշխատանքի բաժանման խորացման արդյունքում, ինքը շատ ավելի բարդ է բնականաբար։ Պետք է բացատրել, հա, օրինակ տվյալ դեպքում կարող է հարց առաջանալ, լավ, գրատախտակ մակրողը ինչպես է ստեղծում հարստություն։
հա, դա պետք է բացատրել, հա։ Մենք դրա մասին չխոսացինք, ուղղակի նշեցինք, որ իրականում որ process-ն է հիմնական, հա, որը ստեղծում է հարստություն, դա աշխատանքի բաժանումը, խորացումն է, բայց ինչպես է դա աշխատում, հա, այդ պետք է առանձին մի հատ խոսալ դրա մասին, ներկայացնել, եւ ես հույս ունեմ, որ հաջորդ մեր հաղորդումներում խոսենք հենց դրա մասին, այսինքն ինչպես է աշխատանքի բաժանումը, հավելյալ մասնագիտությունների առաջացումը նպաստում հավելյալ արժեք ստեղծելուն, հարստացմանը։ Հենց այս տրիվիալ օրինակով, հա, փաստորեն սկսեցինք ու հենց այդ պարզ, առաջին հայացքից շատ պարզ, հա, այդ տրիվիալ օրինակով էլ բավականին բարդ հարցի պատասխան ստացանք, հա, որ նա իրական հարուստ երկիր է ու գրատախտակ մակրող ունենալ է, որը առաջին հայացքից մեզ հայերիս համար հա գուցե պրիմիտիվ թվա կամ գուցե նույնիսկ զավեշտալ ծիծաղելի թվա, որ գրատախտակ մակրող կա, դա իրականում պետության հարուստ լինելու մեծ ցուցիչ է, ակնառու ու պարզ, հեշտ ընկալելի։ Ես վերջում կուզենայի, քանի որ արդեն մոտեցանք ավարտին ու մեր հարցի պատասխանել ստացանք, կուզենայի բոլոր այն դիտողների համար, ովքեր դիտեցին եւ եկան հասան մինչեւ այս ոդկասթի ավարտը, դու առաջարկեր ինչ-որ մի գիրք, հետարքիր գիրք տնտեսագիտության մասին, որը նրանք կարող են կարդալ ու ինչ-որ հարցերի պատասխաններ ստանալ։ Իհարկե, պարզավոր, քանի որ Ադամ Սմիթի մասին ենք խոսում, ինքնին ենթադրվում է, որ միանգամից խորհուրդ ես տալու Ադամ Սմիթի աշխատությունը կարդալ, բայց գուցե կա դրանից բացի եւս մեկը, որը կառաջարկես կարդալ ու նաև կառաջարկեի դա ավանդույթ դարձնել յուրաքանչյուր ոդկասթի, քանի որ մեզ շարք է սպասվում, անդադ թեմաներ են լինելու հետարքիր, յուրաքանչյուր ոդկասթի ավարտում առաջարկել ինչ-որ հետարքիր գիրք, որը մեր դիտողները, որոնք գուցե շատ լինեն եւ մշտական լինեն, ամեն անգամ ինչ-որ մի հետարքիր գրքի առաջարկ ստանային։ Բարի, դե Ադամ Սմիթ առաջի 3 գլուխ դա պարտադիր ընթերցում է, ասենց ասած։ Մի անգամ Տալեբը, Նասիմ Տալեբը ուրեմն պատմում էր, ասում էր, մի ուսանող եկավ ինձ ասեց, ինչ խորհուրդ կտայի ես կարդայի, ասեց դե ես քեզ խորհուրդ եմ տալի չկարդալ վերջին ուրեմն 20-30 տարվա մեջ ինչ գրածա մի կարդա, հա, դրանից առաջ ինչ եղել է կարդա։ Հա, չգիտեմ, երևի իր գիրքն էլ նկատի ուներ, չգիտեմ, որտեվ իր հա Սև Կարապի մասին է խոսքը, դա էլ է գրվել, չգիտեմ, այդ ինչի է տենց ասել։ Ну, ինքը նկատի ուներ, հա կարդացեք դասականներին։ Եվ այդ հարցնողը, հետո պատմում ասում է դրանից հետո ես խորացա, հա, դասական, հա, տնտեսագիտության մեջ, այսինքն դա Սմիթն է, դա Ռիկարդոն է, դա Մարքսն է իհարկե, որպես գագաթնակետ, հա, քաղաքտնտեսությանը, Ռոզա Լյուքսեմբուրգ, բայց եթե դուք ուզում եք հասկանալ տնտեսագիտությունից, հա, ուրիշ տարբերակ չկա, հա, դասականները մնում են դասականներ։ Իհարկե, չեմ ասի, հա, հենց հիմա գնացեք, չգիտեմ, կապիտալը կարդացեք, հա, բայց Սմիթ, հա, իմ ասածը։ Իսկ եթե ամեն դեպքում կուզենաք ասեք, լավ, ինչ-որ մի հատ ժամանակակից բան, հա, առաջարկեք, ես կառաջարկեի ու միշտ առաջարկում եմ մանավանդ այն մարդկանց, որոնք որ խորացված չեն տնտեսագիտության մեջ, հա Ջուն Չանգ, ուրեմն կորեացի տնտեսագետ, ну ինքը Լոնդոնի ուրեմն Օքսֆորդի պրոֆեսոր է, բայց կորեական ծագման, հա Ջուն Չանգ, չգիտեմ ընդ անուն ազգանունը որն է։ Գիրքը կոչվում է, ну, ես հայերեն թարգմանությամբ դա չեմ տեսել, հա, ռուսերեն թարգմանությամբ կոչվում է Как устроена экономика, հա, անգլերեն Economics the User's Guide, հա, եթե անգլերեն եք ուզում կարդալ։ Այսինքն հայերեն թարգմանությամբ կանչել ինչպես է կառուցված տնտեսությունը, Ինչպես, հա։ Չէ, դա ռուսերենի թարգմանությունն է։ Как устроена экономика, տնտեսություն չէ, տնտեսագիտությունը։ Տնտեսագիտությունը։ Խոսնագիտության մասին։ Չնայած կասկածում եմ, որ հայերեն թարգմանություն լինի, բայց ամեն դեպքում եթե փնտրողներ կլինեն, սկզբի համար շատ լավ է։ Մենակ սկզբի համար, իհարկե դրանով նես չի որ դառնալ գուրու, հա, բայց սկզբի համար շատ լավ է։ Եղավ։ Եվ իհարկե Ադամ Սմիթ։ Վերջում կուզենայի նշել, որ ովքեր դիտեցին թողարկումը, առաջացավ հարցեր մեր խոսացած թեմաների վերաբերյալ, կարող եք ակտիվ լինել կոմենտներում, գրել հարցեր եւ մենք անպայման կանդրադառնանք դրանց ինչպես մեր թողարկումներում, այնպես էլ հստեղում կոմենտներին պատասխանների ձևով։ Ձեր հետ Կապիտալ Պլյուսներ։